Transparency International հակակոռուպցիոն կենտրոնն անցած շաբաթ հրապարակեց ծավալուն կարծիք, նշելով, որ առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նպատակը Սերժ Սարգսյանի վերարտադրությունն է։ Վկայակոչելով APR Group-ի իրականացրած հարցումը, Transparency International իր զեկույցում նշում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 81%-ը բոլորովին չի վստահում եւ ավելի շուտ չի վստահում սահմանադրական փոփոխությունների գործընթացին։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն արժանահավատ չի համարում հարցման արդյունքները, քանի որ ըստ նրա ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու հարցի քննարկումը ցույց է տվել, որ հանրության վերաբերմունքը դրականն է։ Եթե մենք ազգային ժողովը դիտարկում ենք որպես ներկայացուցչական մարմին եւ ազգային ժողովում գտնվում են 6-ից 6 քաղաքական ուժեր, ազգային ժողովում քվեարկությանը մասնակցել է 100-ից ավել падգամավորներ, մոտավորապես 115 падգամավոր մասնակցել է եւ 104-ը կողմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումների արդյունքում այս փոփոխությունների նախագծին, ձևավորված, հետեւաբար նաեւ արտացոլում է հասարակության տրամադրությունը եւ կարծիքը։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիկնաց Տիգրանյանը ազգային ժողովի քվեարկության արդյունքը որպես հանրային տրամադրությունների արտացոլում չի դիտարկում։ Վախի, հաշվեհարդարի, կուսակցությանը քաղաքական դաշտից վերացնելու սպառնալիքով հասնել քվեարկության ինչ-որ արդյունքի եւ դա ներկայացնել որպես համաձայնություն կուսակցությունների միջև կամ հանրության կոնսոլիդացիա, դա ուղղակի անհիմն է նման հայտարարություն անելը։ Հերիկնաց Տիգրանյանը համաձայն չէ նաև Հովհաննես Սահակյանի այն դիտարկմանը, որ սահմանադրական փոփոխությունների նկատմամբ հանրային վստահության հարցին վերջնական պատասխան կտա հանրաքվեն, որը տեղի կունենա 2015 թվականի դեկտեմբերի 6-ին։ Հանրաքվեն կամ ընտրությունը ցավոք այն մեխանիզմը չեն մեր երկրում, որ բացահայտեն իրական տրամադրությունները քվեարկողի։ Չեմ վատ է, որ այդպես եմ կարծում, բայց չկա էլ երաշխիք, թե այս հանրաքվեն պիտի տարբերվի նախորդ հանրաքվեներից։ Հակակոռուպցիոն կենտրոնն իր զեկույցում գրում է, որ երբ հազարավոր քաղաքացիներ ժամանակավոր բնակվում են երկրից դուրս եւ չունեն ընտրություններին, այս դեպքում հանրաքվեին մասնակցելու իրավունք, ապա անթույլատրելի է սահմանադրությունում արմատական փոփոխություններ իրականացնելը, առանց քաղաքացիների միշտվար զանգվածի պատշաճ մասնակցության եւ ձայնի։ Հովհաննես Սահակյանը հակադարձում է սրան, նշելով, որ 2011 թվականին ընտրական օրենսգրքում նման սահմանափակման գնացել են հենց ընդդիմության պահանջով։ Երկրներում գտնվող մեր քաղաքացիներին ընտրելու այդ իրավունքից զրկելով մենք գնացել ենք ընթരാճ մեր ընդդիմության հենց առաջարկին, որովհետև նշում են, որ այնտեղից շատ ավելի հեշտ կլինի որոշակի ընդրակեղծիքներ անել, որպեսզի մենք համընդհանուր վստահության մթնոլորտը ապահովենք եւ գնանք ընթരാճ մեր գործընկերներին, մենք գնացել ենք այդ քայլին։ Հանրապետական падգամավորը կարծում է նաեւ, որ սա այն խնդիրը չէ, որ կարող է տեղական կամ միջազգային անկախ կառույցների համար մտահոգելու առիթ հանդիսանալ։ Սա հենց այն խնդիրն է, որը անդրադառնում է բոլոր ընտրությունների արդյունքների վրա, համապետական ընտրությունների գոնե, որովհետև այդ ընտրացուցակներում գտնվող անձինք, որոնք Հայաստանի Հանրապետությունում չեն եւ չեն կարող մասնակցել, նրանց ձայները մեծ հաջողությամբ օգտագործվում են, նաեւ հիմա էլ կօգտագործվեն։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի հատուկ կարծիքն անդրադառնում է նաեւ դիտորդների սահմանափակ լիազորություններին, ընտրությունների ժամանակ խախտումներ բացահայտելիս։ Ես չգիտեմ, թե որ թվականի ընտրական օրենսգրքից է վերցված այս մոտեցումները, որ դիտորդների իրավունքները նույնպես սահմանափակ են, այս դիտորդները նույնպես օժտված են այն իրավունքներից, որից օգտվում են վստահված անձինք կամ հանձնաժողովի անդամները, բացառությամբ ես նշեցի քվեարկելու իրավունքից։ Եվ կարծում եմ այս վերջին հենց փոփոխությունը 11 թվականի միտված էր հենց նրան, որպեսզի ավելի լայն վերահսկողական մեխանիզմներ ունենան եւ վերահսկողության առումով այդ գործիքները շատ ավելի մեծ լինեն հենց ընտրատեղամասում։ Քվեարկության կարգի խախտումներ, որոնք նկատում է դիտորդը, նա ընդհանրապես կարող է այդ մասին տեղեկացնել հանձնաժողովի նախագահին։ Տեղեկացրեց, հետո ընթացքը որն է, եթե այդ մասին չի գրանցվում գրանցամատյանում տեղամասի, հետո երբ որ այդ տեղամասի վերաբերյալ բողոքներ են լինում, պատկերը ամբողջական չի ներկայանում, որովհետև դիտորդի ասվածը գրառելու պարտականություն հանձնաժողովը չունի, բնականաբար չի գրառում այն ինչ տեսել է դիտորդը եւ դիտորդի բողոքները այդ տեղամասում այս կամ այն դեպքի վրա մնում են ուղղակի առանց փաստերի որպես հայտարարություններ։ Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իր զեկույցում մտահոգություն է հայտնում նաեւ հավասար հնարավորությունների ապահովման ձախողման առնչությամբ։ Հովհաննես Սահակյանը սրան հակադարձում է վկայակոչելով հանրաքվեի մասին օրենքում այս տարվա հունիսին փոփոխություններ կատարելու եւ այոյի ու ոչին հավասար հնարավորություններ տալու փաստը։
Դա օրենքով տրված հնարավորություն էր, բայց եկեք նայենք փաստացի ինչ տեղի ունեցավ։ Հայեցակարգը երբ որ հրապարակվեց, ԱՅՈ-ի կողմնակիցներ ունեին հայեցակարգը, գուցե ունեին նաև տեսլականը եւ արդեն սկսեցին քարոզել իրենց ԱՅՈ-ն կամ դեռևս չեղած նախագծի դրական ազդեցությունը, մինչդեռ ոչի կողմնակիցները չունեին դեռ նախագիծը եւ չգիտեին ինչ տեքստի պիտի ԱՅՈ կամ ոչ ասեն։ Դեպքերը վերջին ցույց տվեցին, որ ոչի ճակատի համագումարի համար բոլոր հյուրանոցները ասացին, որ 3 ամսով իրենց դահլիճները բոլորը զբաղված են, չեն կարող տրամադրել։ Transparency International-ը ստեղծված հանրային անվստահության հաղթահարման նվազագույն քայլ դիտարկում է ընտրություններից հետո ստորագրված ընտրացուցակների հրապարակումը, այնպես որ յուրաքանչյուր ոք ի վիճակի լինի ստուգել երկրից բացակայող իր ծանոթ անձանց մասնակցությունը եւ վստահի արդյունքների ազնվությանը։ Հանրապետական падգամավորն այս կապակցությամբ նշում է, որ իրենց քաղաքական թիմը ցուցակների հրապարակումը համարում է ընտրական գործընթացում անվստահության մթնոլորտի ստեղծման ուղղված քայլ։ Նույն այլ քաղաքական թիմի ներկայացուցիչները գնացել, ընտրությանը մասնակցել են եւ այլ եւ այլ։ Եվ կան ասեն մենք չենք գնաց։ Եվ այդ ստորագրությունը, որ ինքը ստորագրել է եւ վերցրել է քվեատ հերթիկը եւ գնացել է ընտրության, եթե չունենաս տեսաձայնագրող, լուսանկարող որևէ սարք կամ որևէ փաստ, դու այլ ապացուցման եղանակ եւ մեխանիզմ չունես։ Հերիկնաս Տիգրանյանը չի ընդունում հիմնավորումը, թե հնարավոր չի լինի ապացուցել, որ ստորագրությունը պատկանում է քվեարկած անձին։ Նրա խոսքով բավական է միայն անցկացնել դատաձեռագրաբանական փորձաքննություն եւ պարզել ստորագրության իսկությունը։ Падգամավորի բերած օրինակը, որ մարդիկ կգան եւ կասեն, որ սա իմ ստորագրությունը չէ եւ այսպես հազարավոր բողոքներ կլինեն, մենք հենց դրա մասին ենք խոսում, որ կանխել այն բոլոր հնարավոր դեպքերը, երբ որ մարդը կբացահայտի, որ դա իր ստորագրությունը չէ, այսինքն դա կեղծիք է։ Արփի Մաղսուդյան, Հենրիխ Եղիազարյան, Հրանտ Մարինոսյան, Civilnet։